կառավարության հարգելի գործընկերներ, մինչև հարցս հնչեցնեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՆԳՆ նախարարին եւ պարոն Զաքարյանին բարեկային ծառայության պատշաճ կատարելու համար։ Դուք գիտեք, որ բաց դասի շրջանակներում հեռավոր մարզերից, հեռավոր վայրերից երեխաներ են գալիս ազգային ժողով եւ այսօր իրենք են խնդրել, որ ես շնորհակալություն հայտնեմ ձեզ բարեկային ծառայության համար, շնորհակալ եմ շատ։ Հարցս ուղղում եմ ԿԳՄՍ նախարարին, Տիկին Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, հենց բաց դասի շրջանակներում ցավում եմ, փոխարեն խոսենք մենք կրթության որակի մասին, երեխաները բարձրաձայնում են հարցեր, որոնք վերաբերվում են շենքային պայմաններին։ Դա եւ Կապանի 10 դպրոցներ, Երևանի 141 դպրոցը, իրենք երազում են լավ պայմաններում սովորել։ Մենք ունենք շատ լավ երիտասարդություն, իրենք մեր ապագան են, եւ գիտեք ինչն է հետաքրքիր, 30 տարի չասեմ նախկին իշխանությունները, ասեմ իշխանությունները ոչ մի բան չեն արել, չեն կառուցել դպրոցներ, չեն կառուցել մանկապարտեզներ, ընդդուպ իրենք սեփականաշնորհել են այդ տարածքները։ Հիմա ընդդիմությունը խոսում է այդ ծրագրից։ Ես շնորհակալ եմ մեր կառավարությանը, որ այդ ծրագիրը մեկնարկվել է 300 դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ, հարցս հետեւյալն է։ Կխնդրեմ, որ դուք ներկայացնեք Տիկին Անդրեասյան կատարողականը այդ ծրագրի շրջանակներում, ինչ թերություններ կան, եթե կան, ընդհանուր տեղեկություն խնդրում եմ տալ։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համեցեք Տիկին նախարար։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, հարցի համար ես հասկանում եմ իհարկե, որ հատկապես այս փուլում, երբ որ մենք գրեթե ամեն օր նորակառույց կամ նոր վերանորոգված եւ գույքով հագեցած դպրոցներ ենք այցելում եւ այդ դպրոցները հասանելի են դառնում մեր շատ երեխաների, բոլոր մյուս դպրոցներում, որտեղ դեռ այդ պայմանները պիտի ստեղծվեն, սպասումը ավելի ու ավելին է ահագնանում եւ նաեւ մեր երեխաները տեսնելով այդ իրականությունը ուզում են օր առաջ, որ դա նաեւ իրենց հասանելի լինի եւ հենց այս պատճառով է, որ արդեն վարչապետը իր զեկույցում հնչեցրեց նաեւ թվերը, որ աշխատանքները սկսված են նաեւ հաջորդ 300 դպրոցների մասով եւ ավելի քան 50 դպրոցների շուրջ արդեն իսկ աշխատանք է արվում բացի այն 300-ից, որոնք արդեն ընթացքում են եւ մինչեւ տարեվերջ կավարտվեն։ Մենք ունենք շատ բավարար ցուցանիշներ, ընդ որում այս ծրագրի շուրջ աշխատում է շատ մեծ թիմ փոխվարչապետ պարոն Խաչատրյանի համակարգմամբ եւ այդ մեծ թիմի ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն եթե տարեվերջին խոսում էինք 102 դպրոցների ավարտի մասին, այս պահին արդեն շուրջ 130 դպրոցներ ենք նշում եւ ավելի քան 300 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ, այսինքն իմ նշած դինամիկան ընթանում է եւ ամեն օրվա հետ շինարարությունը ավարտվում է նոր տեղերում, նոր հաստատություններում եւ պետք է շարունակենք աշխատանքը, որովհետեւ իսկապես մեր բազմաթիվ դպրոցներում 700-ից 800-ում դեռևս աշխատանքի կարիք կա բացի 300-ից եւ հասկանալով մեր երեխաների սպասումը, նախ պետք է նրանց եւս մեկ անգամ հավաստիացնել, որ այդ պայմանները հասանելի են դառնալու իհարկե նաեւ իրենց, բայց դրա համար պետք է ժամանակ, որտեղ դպրոցը մեկ օրում չի կառուցվում եւ եթե նույնիսկ մենք այսօր այդ որոշումը կայացնում ենք, բնականաբար ժամանակը իրենն է պահանջում, որպեսզի ունենանք նաև պատշաճ պայմաններ, որտեղ ուզում եմ հիշեցնել, որ այս աշխատանքը չի արվում որակի հաշվին։ Լավ նորությունը այն է, որ մենք շատ ավելի շատ կարողություններ ենք զարգացրել եւ հիմա ծրագրի կատարողականը անգամներով աճել է, նախորդ տարվա ցուցանիշները զուտ ֆինանսական որ նայեք, մենք շուրջ 121 միլիարդ դրամի կատարողական ենք ունեցել կապիտալ ծախսերի այս ուղղությամբ, ինչը նախկինում օրինակ
օրինակ մեզ շատ ավելի մեծ դժվարությամբ եւ շուրջ օրինակ 2 տարում կարող էր տրվել, այսինքն թե տեմպը, թե որակը ավելացել է, մենք դա տեսնում ենք նաեւ առանձին դպրոցներ, մանկապարտեզներ այցելության ընթացքում, իհարկե խնդիրներ միշտ կան այս մեծ ծավալի աշխատանքում եւ մենք շարունակաբար նաեւ սովորում ենք եւ ամեն հաջորդ անգամվա հետ ունենում ենք ավելի լավ լուծումներ, այնպես որ գուցե իրենց մոտ ավելի ուշ կլինի, բայց կլինի ավելի փորձված եւ ավելի լավ լուծումներով։ Շնորհակալություն։ Համեցը կարծիքենք։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Տիկին Անդրեասյան, այսօր վարչապետը նշեց, որ մանկավարժները կարող են սկսել ստանալ աշխատավարձը, 300,000 դրամից։ Կխնդրեմ ներկայացնեք ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մեր առաջարկն է եւ այս մասին կամավոր ատեստավորման ծրագիրը սկսելուց իսկ մենք խոսում էինք, որ սա մեզ համար ամենևին էլ առավելագույնը չի եւ մեր ուսուցիչների վարձատրության համակարգը պետք է չունենա սահման, այլ ամեն անգամվա հետ բարելավի եւ տա նոր հնարավորություններ եւ գիտեք, որ կամավոր ատեստավորման արդյունքը ամրագրվում է 5 տարով եւ այս առաջարկի իմաստը նրանում է, որ մեր այն ուսուցիչները, որոնք իրենց 5-ամյա շրջափուլը կլրացնեն, կկարողանան ատեստավորման հաջորդ փուլում արդեն ունենալ նոր դրույքաչափ 300,000 դրամի չափով եւ դրան կգումարվի նաեւ կախված արդյունքներից 30, 40, 50% հավելավճարը, ընդ որում այս դրույքաչափը կազդի նաեւ մյուս գործիքակազմերով հաշվարկվող հավելավճարների վրա, օրինակ տարակարգի մինչեւ 50% հավելավճարը նույնպես կհաշվարկվի այս 300,000-ից եւ սա նշանակում է, որ մենք ըստ էության նշանակալի կփոխենք նաեւ կբարձրացնենք արդեն իսկ այսօր բարձրացված վարձատրությունը։ Շնորհակալություն։